Շարունակում ենք մեր հյուրատան տարածքում, ապագա հյուրատան տարածքում շաբաթօրյա կթիմային եւ մինչ իմ տեսախցիկը շրջելը ուզում եմ բոլոր արձագանքողներին շնորհակալություն ասեմ յուրաքանչյուրիդ ովքեր հետևում են իմ ուղիղ եթերներին ինձ ոգևորում ոգեշնչվում եւ ես էլ փոխադարձ ոգևորում եւ ոգեշնչում եմ ձեզ եւ ուզում եմ ասել շնորհակալություն որովհետեւ ինչպես արդեն մեր երկարամյա գաղափարախոսությունը եսը մենք դարձնելու, այդպես էլ այսօրվա աշխատանքը, սա այսօրվա երկրորդ հատվածն է, որ նկարում եմ եւ տեսեք, ահա Քրիստինեին ցույց տամ, նույն ինքը այս աղջկա մատերը չհնձես, դուք զգուշ եղեք, սա խխունջ է, ուտելի խխունջ է, դուք սիրում եք, ուտում եք, մեղք են դրա համար չեք ուտում ուղակի, բայց որ եփած լինի կուտեք, փորձենք այսօր, եփենք, Քրիս դու ուտում ես, խխունջ, եփենք այսօր, հավաքենք, ես այսօր այստեղ եկել եմ խխունջներ գցելու և հավաքել, հա, ամեն մարդ մի առաքելությունով ա եկել, եսո, Ինչի ուրիշ վաղտ ուտում եք, պաչվեք, ապրեք, այսօր խխունջ եք ուտելու, ահա այսպիսի սեր միջավայրում, արդեն բոլորը տաթևին էլ գիտեք, մեր ապագա Սանիկ և Սանիկների մամա, ում մասին արդեն պատմել եմ, Արմանով չի սիրում, երբ իրեն նկարում ենք, դրա համար թաքուն կասեմ, և գլխավոր հերոսուհին, բայց մեր ընկերների մի մասն էլ ճանապարհին են, իմ սիրելի Կարինեն, ով վերցրել է սուրճ եփելու առաքելությունը, կանաչիները մաքրելու և մեզ կերակրելու, արդեն ունենք հավաքած ավելուկ, որը հյուսելու ենք և ընթացքում ձեզ ցույց ենք տալու, սա նախորդ բոլոր մարդկանցից հետո թափած թողած աղբն է, որը մենք սիրով դենենք նետելու և իդեպ ասեմ կհիշեցնեք, ովքեր որ կցանկանան սև հաղարջի կտրոններ, Անշտանը ինձ հիշեցրեք, հոկտեմբեր ամսին ես ձեզ սիրով կնվիրեմ և կբացատրեմ ինչպես բազմացնեք, մենք նաև այստեղ, տեսեք, այս մոշը, կես այսօր մաքրեցի, բայց ամբողջը մաքրելու ենք, պետք է ամբողջությամբ մաքրենք, սրսկենք, որպեսզի էլ չաճի և այս խառը բակը, որը նման է յուրաքանչյուրիդ բակին գյուղերում ապրող, որովհետև երբևէ դրական ընդունեք այս պահը, բայց եկեք շտկենք, երբևէ չեմ տեսել եմ գեղեցիկ, քիչ, գեղեցիկ տուն, ինչպես ասում են, յուղը թափես կհավաքես, բայց միշտ բակերը միտեղ շշեր, միտեղ այս նույն վաննայից, իդեպ շատ կցանկանամ սրանք էլ վերացնենք, տեսնեմ Կարենի ինչ կասի, չի թույլատրվում, հիմա ընդհանրապես արգելված են այս ազբեստները, որովհետև թունավոր են։ Մենք շարունակենք աշխատանքները, հիշեցնեմ, որ ես պարզապես գրառում էի կատարել իմ Facebook-յան էջով և խնդրել էի ընկերներիս միանան ինձ օգնեն, մենք կարգի բերենք, կարող ենք դրանով էլ օգնել, ընկերներս էլ միացել և օգնում են, որովհետև ժամկետ եմ դրել և հունիսի 1-ին, պետք է ասեմ, կամ գրեմ, կամ ուղիղ եթերով ասեմ ողջույն սիրելի ընկերներ, այսօր մեր հյուրատան բացման օրն է կամ մեկնարկը տրված է, իսկ անուն դեռ չունենք, հուսամ այսօր նաև այս մեր ընկերների շնորհիվ, նաև կընտրենք անուն, մեր լրագրող աղջիկն էլ եկավ, շնորհակալություն Ալինա ջան, որ պատվի ես արժանացրել, ահա, դասի պետք է գնա, բայց նա պատկերացնում եք անվճար խոստացավ, անվճար, հիմա ուղիղ եթերով ասա այսօր ինչ դաս, պատմեմ ուր պետք է գնամ, դասի, հետո էլ ուր պետք է գնամ, արամ հետո, այսպիսի առանց մոնտաժ իրականություն և շարունակելի։